Աստեղ աղջիկներս ներկերս եմ բացում Տիրամիսու 7-7-ը Էստելից մազերս ներկեմ, երեխեքիս լողացնեմ, հագուստներն էլ հարտուկ եմ և վերջ մնում վլոգները մոնտաժ եմ տեղադրեմ և ռասպակով կանենք բլենդերը բացենք։ Աղջիկներս երկու ներկն է խառնել եմ, հələ մի հատ ներկի փալին նայեք, հələ տեսեք, ինչ ընտիր ներկա, նայեք։ Ես այսքան ներկեր բացել եմ, այս ներկի նման սենց փալյուն չի եղել, հələ տեսեք։ Հիմա արդեն մազերս ներկ եմ լվանամ ու միանամ ձեզ ցույց տամ արդյունքը։ Արդեն տեսել եք ինչքան է երկարել, էլ ներկելու ընթացքը չեմ նկարահանում, արդեն պատրաստի ձեզ ցույց կտամ։ Մի հատ էսպես նայեք ինչքան է երկարել։ Հիմա ճիշտ ժամանակն է ներկելու։ Տեսնենք ինչ գույն կստացվի։ Խտացրած կաթերը որտեղ է, որ Խտացրած կաթերը հա, հեսա։ Բայց այն տեսակը, որ աստղիկն ասում է, չկա։ Աղջիկներս նոր եմ խանութից եկել։ Անեսի քեզ։ Եսը Գյորգին էին գնացել, անեսի քեզ, առևտուրի, նորից, ես էլ քեզ։ Հատա փողելըտ։ Հա, դե գնացեք։ Անուշուտ է, բայ ապրես իմ աղջիկ, ապրես տղես, ապրես։ Պապա ապրես ասում է։ Համու բա։ Համով է, լտեսեք, խանութի մոտ ինչ էին վաճառում ու ես, Աննա Մուրադյանը չկարողացա անտարբեր անցնել ես գեղեցկության կողքով։ Հիմա ես վաղ ինչ եմ անելու, լուբնիկ շոկոլադով։ Դա, հələ նայեք։ Սիրուն եկուց արդեն փորձարկումներ կանենք, աղջիկիկ ջան։ Երեխեքին նարինջ եմ վերցրել։ Խտացրած կաթ, որպեսզի վերջապես ես համար և մեզ համար պատրաստեմ պաղպաղակ 33% սլիպկա, այս սլիպկի աղջիկ ջան 179 ռուբլի էր շաքարավազ, խտացրած կաթ տորտի համար, այստեղ բանան, այս տեսակ պլիտկաներ, որպեսզի ես համ կրեմ պատրաստեմ, համ ելակները շոկոլադով այսպես զարդարեմ, այստեղ հավ, միսոսարնարանումը, երեխեքին կքնացնեմ, նոր այդ գործով կզբաղվեմ, եթե ժամանակ ունեցա, եթե ոչ, ապա առավոտյան արդեն, բրինձ, լավն են էլի իրանք փլոկների համար չեն փշրվում և ձու։ Գյորգին տեսեք ինչ նկարած սոխեր աբերը։ Կարելի է սոխով ուտել։ Կուտես սոխ։ Սոխ փլավեր։ Շատ առողջարար էլի։ Տենում ես, որ սոխը դնում են ոտերի տակ։ Երիկամները ոնց է հանգստանում այդ բժիշկը, որ ցույց տվեց, դու էր ինձ ուղարկե։ Բարի առավոտ աղջիկներս, առավոտը դիմավորում ենք հողամասում, քանի որ եղանակ էլի փոխվում է։ Եվ ասեք ինչու է փոխվում Աննա ջան, որովհետև Գյորգին տանն է։ Հələ նայեք, տանձից արդեն ծաղկել է, տեսեք ինչ սիրուն է։ Եկյաթային ջուր չունեք, եսա կբերեմ։ Աղջիկեք ջան, երեք հողամասում լիքը փոփոխություններ եմ անում ու բնականաբար ձեր հետ եմ անում։ Կլուբնիկների այս մասերն եմ սենց թեթևացնում, այնտեղ նոր մարգեր եմ բացել, չգիտեմ ես վլոգը նույն ալիք կգա թե մյուս ալիք, մի հատ արագ ցույց տամ ու անցնեմ գործի։
Հիմա այսօր որոշել ենք ես ու Գյորգին, որ պետքա լոբու մարգերը բացենք, բայց եղանակը ինչպես տեսնում եք փոխվում է, քանի դեռ անձրև չկա, կհասցնեմ եւս մի 2-3 բուկ հավաքել, ինչքան որ կլուբնիկը տեղավորվեց, կտեղավորեմ, ջրելու կարիք է նա, ես զգում հողը թաց է, բայց ամեն դեպքում պետքա մի հատ ջրվի։ Ահա։ Հիմա Էլինաս քնածա, տղաս դասի է, այն մի տղաս մանկապարտեզում է, Գյորգին խոզեին է կերակրում, որպեսզի հետո միանա ինձ, ես արդեն հողամասում անցնում եմ գործի։ Այդպես է, դուք ինչ եք անում, ինչպես է ձեր մոտ եղանակները, այստեղի թփերը պետք է առանձնացնեմ, որ ինքը ազատ լինի, էլի։ Ամենը կլուբնիկը բազմացնում ենք։ Դեռ հողը թաց է, ինչը որ ծաղկած է իրան ձեռք չեմ տալիս, մտածելով կարող է հետո չկպնի։ Դրա համար մենակ այն թփերն եմ հեռացնում, որը որ դեռ ծաղիկ չունի վրան։ Հողը թաց է, կարող ենք հետը հանգիստ աշխատել։ Տեխիկները արդեն գցում, ձեռք հետ է խախան, քիչ է մնացել, երեք կեսը տեղավորել եմ, ուղղակի ափսոս է, էլի ստեղ մեկը մեկին խանգարի։ Այս մի փունջն էլ ստեղից հանեմ, բուկետը, ինչ էլ անենք, կհասցնենք էլի մի բան անենք։ Տանը նստելով սպասելով, որ եղանակը խառնվել է, հաստատ ոչ մի բան չենք փոխելու։ Կարող է եւ մի անգամից արև բացվի։ Նստել սպասել էլ չի լինի, էլի։ Օրերը թռնում է, լոբին արդեն ցանելու ժամանակն է։ Պետք է արագացնենք։ Հանած թփերը ես արագ տանում եմ, տեղավորում եմ, ես աստեղ բուկը կհավաքեմ, որպեսզի մարգն էլ երևա, էլի, տենց ուղղակի ցրված կլուբնիկ դուրս չգա։ Համետ կլուբնիկը կբազմացնենք։ Են ինչ են իմացել շները։ Անձրև է գալու ուժեղ։ Խառնվեց եղանակը իրար։ Այսպես սիրուն բացում ենք։ Հիմա հանած թփերը տանեմ տեղադրեմ, աղջիկներս տնկենք, հետո նոր գամ հաջորդը։ Միգուցե անձրև գա, չհասցնեմ էլի շատ կուտակեմ ու չլինի։
Սիրում եք աղջիկեք ջան հողագործություն, թե չէ, հլը գրեք տեսնեմ։ Սիրով եք անում, ինչ անում եք։ Հողի հետ կապված ես շատ եմ սիրում, հատկապես որ այդքան չարչարանքից հետո բերք ես հավաքում։ Այդ մի ուրիշ աշխարհ է, ուրիշ ուրախություն է։ Հարստություն։ Իսկապես հարստություն աղջիկեք ջան։ Հետո արդեն հեշտ կլինի բուգը հավաքելը։ Մի երկու դաս էլ կտեսնեմ ոնց են բեղիկները կտրում, ինչ են անում, որ ինքը ավելի շատ ուժը բերքին տա։ Ահա աղջիկեք ջան, սպես լրացվեցինք։ Աստեղ արդեն մնում է բուգը հավաքեմ, արդեն մարգերը պարս երևում է, իսկ այն ժամանակ ահավոր էր։ Մնում է այս մի մարգը բացեմ, ունդեղ ուղեմ էլի ամեն ինչ։ Հետ էլ արդեն լոբու մարգերը բացելուց հետո գնացինք։ Ստեղ էլ է շատ փոփուկ է, ստեղի մարգերն է պետք բացեմ։ Վայ, ծաղկել է ծաղիկը։ Տեսել ես։ Խնձոր է կարծեմ։ Ծաղկել է։ Ուրա, հա մի հատ է։ Ողուտեմ ձեզ։ Ես 3 տարվա մեջ առաջ անգամ ծաղկել է։ Չեմ տեսել, որ ծիրանը ծաղկել է։ Այս ծիրան է, բայց թե դեղց է։ Հա, հենա մի հատ ծաղիկ կա։ Էնի վիշնյա է, ծիրան չի։ Հա, էնի։ Կերասա, ինչա։ Լնայք։ Ող։ Հա։ Չնայած աղջիկեք ջան եղանակին, որ շատ ցուրտ է, քամի է, ուր որ այ անձրև է գալու, մենք շարունակում ենք մեր գործողությունները հողամասում, Գյորգիս բացում է լոբու մարգերը։ Հա։ Ինչ։ Հա։ Ես էլ իհարկե գնանք մի հատ էլին այս տեսնեմ չի արթնացել երեխես ու արդեն բուգերն եմ հավաքում։ Աստեղ է պետքա վարունգի տեղերը սարքենք, բայց հերթով էլի սիրուն մաքրելով դուրս են գալիս։ Իսկ ես բացատը սիրուն մաքուր է լինելու, միգուցե մի հատ սիրուն սեղան դնենք, աթոռ և վայելենք մեր հանգիստը հողամասում։ Հատ երեխուց տեսնեմ, ձայն չկա, մուժ քնած աղջիկս։ Արդեն 3 մարկ հավաքել եմ բուգը, հիմա 4-րդն եմ գնում։ Աղջիկեք ջան, մաքրելով խոտերը հետո կհեռացնեմ։ Հիմա քանի դեռ ժամանակ ունենք, միջև կեսն էլ անեմ, վաղը կվերջացնեմ։ Նու չեմ ասում, որովհետև միգուցե չլինի անձրև գա, չկարողանամ հողամաս գալ, բայց քանի դեռ անձրև չկա, շարունակում ենք։
Սարքելու ենք գեղեցիկ դրախտավայր։ Աղջիկեք ջան, տուն եկա, Էլինա սարթնացել է։ Սամուտից երևում է, էլի երեխեն քնածա թե չէ։ Հիմա ասեցի մի հատ կոֆե տանեմ հողամաս։ Արդեն ժամը 11-ն է։ Մի հատ կոֆե տանեմ, կոֆե խմենք։ Քանի դեռ անձրև չկա, այսպես շուշուտ այդ մարգերը բացենք, հավաքենք։ Աղջիկեք ջան, մեկնաբանություններ եմ կարդում, որ ձեր մոտ շատ ցուրտ է, նույնիսկ մեր աղջիկների հետ տորթերի բաժնում ու հետ որ շփվում ենք, գրում են, որ իրանց մոտ Մոսկվա գյուն ա եկե։ Մեր մոտ դեռ այսպես տեղումներ չկա, ճիշտ է, քամի ա, ցուրտ ա, բայց քանի դեռ անձրև չկա, ասեցինք արագ-արագ ես գործը վերջացնեմ եսի Գյորգի, որովհետև Գյորգին աշխատանքի ա գնում։ Ու արդեն ես մենակ եմ մնում, բնականաբար ես այդքան մեծ գործը մենակ չեմ կարող, այսպես գլուխ բարձրացնել, 1-2 օրվա մեջ, եթե ասեմ մի քանի օր լինի առջևում, իհարկե կարամ, բայց որ արդեն ժամանակը լոբու անցնում է, պետք է լոբից անենք, այդ պատճառով պետք է արագացնենք։ Աղջիկս խելոք մուլտիկ կնստի կնայի, մենք էլ համ կոֆե կխմենք, համ էլ էլի մեր գործը կանենք, իմ Էլինաս ենքան հանգիստ է, ժամանքելով ակուրատնի, նույնիսկ կարտնացելա ձեն չի տվեի, չի լացել, դուչ չի եկել, հանգիստ նստած է, երևի լուսամուտից տեսել է, որ գործ ենք անում, դե Արս երևում է, էլի։ Լվասկս միացրել է, առավոտ շուտ։ Ենք փորձարկումներ անենք կլուբնիկով, ստանեմ աղջկաս։ Ասում եմ, բանան է սար է, ասում եմ, հա, ասում բալես խելոք նստի, մաման ու պապան հողամասում գործ են էլի անում, դու մուլտիկն այն ես ամեն գալիս ենք, ասում եմ, խարասյո մամ, հատիկ եմ ընտրել, որ շոկոլադով սարքեմ, այնպես որ եկամ կլուբնիկ, ահա սիրուներս, կոֆես արդեն եփում է։ Այսօրվա կոֆեն մենք իրար հետ կխմենք հողամասում։ Ես շտապում եմ,
հասցնեմ երկու մարգել ես ներքևից ես հավաքեմ, դե Գյորգին ինքը արդեն հավաքելով դուրս է գալի, որ այն կողմից ինքը վերջացնի, այս կողմից ես հոյակապ կստացվի, ասում ամեն ինչ պապլանով կգնա էլի, ահա, սուրճս էքես, գնացինք աղջիկներս, աղջկաս հարցով ես շատ հանգիստ եմ, ինքը տենց ոչ միտեղ չի գնում, ձեռ չի տալի, իրան վնաս չի տալի, դրա համար այսպես հանգիստ, մենք մեր գործը անում ենք, ինքն հանգիստ նստած իր մուծիկն է նայում, եկեք ժողովուրդ ջան, Կոֆե խմենք, դաշտի կոֆեն գիտեք ինչ լավն է, շտացիվը, դուր շտացիվս, դաշտի հացը, կոֆեն, այն խաշած կարտոշկեն էլ ամենահամովն է, պանիրը սոխել են, բաց չեղեն են, Էսա պանիր զակաս կտամ, սոխն ու պանիրն է հաջորդ գործիտ կբերեմ Գյորգի ջան, են որ բանվորին կոֆեն տանում աշխատողին է, մի մերն է, ահա, մենք ենք մեր ղեկավարը, մենք ենք մեր ղեկավարը, մենք ենք մեր սարերը, եկեք կոֆե խմենք, Աստված ջան, խաղաղություն, առողջություն, ոչ մի բան պետք չի, կարիցուրչն է, մենք պլանները գծենք Աստված օրհնի, մեր կոֆեն խմենք աղջիկեք ջան, հիմա անցնում ենք գործի, որ ասում էներգիա հավաքում ենք ու գործ անում, կյանք, ջան, խելոք նստի ես ա գալիս եմ բալիս, ուտեմ քեզ, կանգնած է, ջան, ուտեմ քեզ, ափսոս ստեղ շատ խոտոտ է, չենք կարա այսքան օգտագործել, բայց չենք նեղ սրտում, աստեղ սաղ դարու փոս է էլի, հավասար չի, ու չոր է, Ծիրանի ծառն է, Ծիրանի ծառ բաղ մի դոր, դարտերը սիրար մի դոր, Ես երկու թուպը չեմ դրել, որտեղ նայում եմ 2-3 թուպ թողել եմ, բայց խի չեմ դրել, լավ է եկա ստեղ, թպերը կչորանար ափսոսը, ասում եմ նստեմ, բայց չեմ կարում նստեմ, զգում եք չէ, նստել չկա, նստենք չի լինի ոչ մի բան, ինքան է խոտ դուս եկավ, աշխարի խոտ է, Ծիրանի ծառ բաղ մի դոր, Ինչ նկարած գործ անում է, կնամ հաց սարքեմ երեխեք ջան, սոված ենք, ինձ էլ քիչ մնաց, հաց ուտենք անք, մի հատ էլ կպնենք կլերջանը,
Մենակ նորին, էդ ուր ես մտե։ Ջուր պտի բերեմ, ստեղ է պտի մաքրենք։ Այն էլ ընտեղ անստած։ Մի հատ ջուր։ Գնացինք, աղջիկեք ջան։ Աղջիկեք ջան, հաց են դնում, հաց ուտենք ու նորից անցնենք մեր գործին։ Ոսկով բրնձոտ փլավ ունեմ և այդ ընթացքում, որ գործ է անում, դե բնականաբար ալիքում տեսարողակ եմ տեղադրել, որտեղ խոսում եմ, որ սկսում ենք սնվել առողջ։ Ասում են Աննա ջան, չգիտեմ կնքում ես խորհրդից թե չէ, բայց եթե սկսում ես դիետա պահել, պետք է ստամոքսդ նկարես, տեսնես արդյոք խնդիր ունի թե չէ։ Հիմնականում աղջիկեք ջան, դիետա պահելը դա չի նշանակում, որ պետք է օրգանիզմդ ինչ-որ բանով վնասես, որովհետև դու լիովին սնվում ես առողջ, ու ինձ թվում է առողջ մարդը սնվելով ես սնվում առողջ, ոչ մի օրգան չի վնասում, ստամոքս եւ այլն, հակառակը պետք է ամեն ինչ ավելի լավանա։ Այսինքն, եթե ունես գաստրիտ, բուժվում է, եթե ունես յազվա, բուժվում է ստամոքսում, այնց ես դու սնվում, որ ոչ թթու է, ոչ կծու է, ոչ աղի է, ոչ քաղցր է, որ վնաս տա, էլի, հակառակը պետք է կազդուրվես։ Իհարկե, չգիտեմ, եթե ասենք կան շաքարով հիվանդ մարդիկ, իրենք ուրիշ ձև են սնվում, այդ ամեն ինչը բժիշկը իրենց նշանակում է։ Իսկ առողջ ապրելակերպը ինչ չի թվում, որ ինչ-որ մարդը կարող է վնաս տա։ Եթե տվյալ մարդը զգում է, որ իրան վնաս է, միանշանակ ինքը պետք է ստուգվի, բժիշկը իրեն գրի, ինչ կարելի է ուտել, ինչ չի կարելի ուտել, ու նոր սնվի։ Բայց եթե ասենք լիովին դու անցնում ես առողջ ապրելակերպի, քո ճաշացանկից հանում ես կծուն, թթուն, գազիրովկեն, ինչ չի թվում, որ գազիրովկեն ինչ-որ մի օրգանի պետք է օգուտ տա, կամ ասենք կծուն, կամ թթուն, կամ քաղցրը, հա, այդ որ տենց մարդկա չէ, ասենք չի կարողանում իր վրա ու շատ քաղցր ուտում, տորթեր կլինի, համբուրգեր, ես շատ գիտեմ, այտենց շաուրմա, մորմա, նստակյաց կյանքով էդ էլ որ ուտում ես, բնականաբար շատ դժվար է մարսվում։ Իսկ եթե ասենք դու լիովին սնվում ես առողջ, գիտես ինչ ես ուղարկում ստամոքսդ, ոչ մրգից ես զրկում, ոչ բանջարեղենից ես զրկում, ոչ կատնամթերքից, ոչ մսամթերքից, կատնամթերքն էլ ճիշտ է, յուղայնությունը պետք է ընտրես ինչ ձև է և չափերը։ Ասենք չենք ուտի 2 լավ ճաշի գդալ թթվասեր մակարոնով, կուտենք 1 ճաշի գդալ կամ կես ճաշի գդալ։ Չափաբաժիններն եք կրճատում, օրվա մեջ չեք ուտում 2 անգամ, հակառակը պետք է ուտեք 4 անգամ, բայց չափի մեջ 100 գրամ կլինի, 20 գրամ կլինի, ես չեմ մտածում, ես դեղահաբեր չեմ առաջարկում, որ մտածեմ կարող է մի օրգանին օգնի, մի օրգանին վնասի, բայց եթե ասենք սնունդի հետ է կապված, ինձ թվում է հակառակը պետք է որ ամեն ինչ շատ լավ ընթանա, ոչ թե ասենք ինչ-որ օրգան վնասեք։ Այդ էլ նիհարելու հետ կապված, մազերս ի դեպ երեք ներկեցի աղջիկեք ջան, սամաններս դրեց հավաքեմ, չնայած էսա պետք է հաց ուտենք, ինքնտիր հաց է, ես չեմ ասում հաց չուտեք, կարակ չուտեք, չգիտեմ, հակառակը պետք է ուտեք, բայց իմանաք երբ եք ուտում, որ ժամին եք ուտում, որ մինչև 2 ժամը 8-9, մինչև ձեր քնելը մարսեք, որ այդ սնունդը ձեր օրգանիզմին ավել քաշ չբերի։ Միանշանակ ստուգվելը ճիշտ է, ու ինչը որ ես եմ ասելու ուտեք, նույնն էլ բժիշկն է ասելու որ ուտեք։ Ես ինքս հիվանդանոցում եղել եմ
շաբաթներով ու իրանց սնունդները են որ ուղղակի համ շատ համեղ են եղել հիվանդանոցում այստեղի, համ շատ օգտակար, ժարինի ոչինչ չի եղել, ամեն ինչ օգե խաշված ա եղել։ Սուպեր պարտադիր, ամեն օր պարտադիր պետքա սննդարկարգում լինի ջրալի ճաշ։ Առանց ջրալի ճաշի օրը օր չի լինելու։ Պարտադիր ջրալի ճաշը պետքա լինի։ Ու ջրալի ճաշի մեջ պետքա պարտադիր լինի միս։ Եթե ճաշի մեջ միս չկա, լինի հավի, կլինի տավարի։ Կարելի ասել այդ ճաշ ուտելու իմաստ էլ չկա։ Պետքա կամ հավի կսքամսով եփեք, կամ հավի մսով, կամ տավարի, որ սնունդը վերցնեք։ Հիմա ես պետքա իմ դրսի գործերը վերջացնեմ, գամ, միս պետքա ավամ, կոնոլակներ պետքա պատրաստեմ, կոտլետներ և հետո կոտլետները միանշանակ ես պետքա ջեռոցում եփեմ, ոչ թե ասենք բուսայուղի մեջ, կարող է Գյորգին բուսայուղով ուտի, իր համար առանձին կանեմ, բայց ես լիովին փորձելու եմ առողջ սնվեմ, բերել սրտխառնոց, չգիտեմ, ժողոկմով, չգիտեմ, այստեղ ժոգին ինչ են ասում, իժոկ են ասում, ինչ են ասում, այտենց բաներ չունենք, հակառակը, էլ ինչ պետքա բերեի, բան էլ էզում բերեմ։ Ահա, աղջիկեք ջան, համեցեք։ Եկեք հաց ուտելու։